Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում Նոյան Տապանի քննարկում հաղորդաշարն է եւ մինչեւ այսօրվա հյուրին ներկայացնելը ես ձեզ ասեմ, որ անցած շաբաթվա քննարկումներից մեկում ես ցած խոսում էի նրա մասին, որ մենք ունենք ծրագրավորողների մեծ բանակ եւ IT ոլորտը մեզ մոտ կարծես թե համարվում է զարգացած ուղղություն, բայց այդ ծրագրավորողների մեծամասնությունը կամ այսպես ասենք ճնշող մեծամասնությունը իրենց գործը անում է տարբեր երկրների, տարբեր կազմակերպությունների համար, ծրագրային տարբեր կոմպոնենտ պատրաստելու համար եւ մենք միշտ չի էլ որ իմանում ենք թե հատկապես ինչի համար է աշխատում այս կամ այն ծրագրավորողը եւ հայկական շուկայում ցավոք սրտի մեր ծրագրավորողների արած գործը չի երևում եւ որքան հետաքրքիր էր ինձ համար, որ հենց դրանից մի քանի օր հետո հայտնաբերեցի նամակում, գովազդային նամակում մի ընկերություն, որի ուրեմն համահիմնադիրներից մեկին այսօր ձեզ եմ ներկայացնել, այդ ընկերությունը իր արտադրանքը արել է հենց հայկական շուկայի համար եւ այսօր մենք կփորձենք խոսել եւ այդ ընկերության, եւ այդ մարդկանց, եւ իրենց արտադրանքի մասին։ Մեր հյուրն է այսօր Վարուժան Բաղդասարյանը, տեխնիկական գիտությունների ասպիրանտ, դասախոս եւ Talk to Edit կայքեջի համահիմնադիրը։ Ողջունում եմ Վարուժան մեր տաղավարում, շնորհակալություն, որ ընդունել ես հրավերը եւ փորձենք այսօր զրուցել այն արտադրանքի մասին, որը դուք ներկայացրել եք մեր շուկայի համար։ Նախ եւ առաջ ինչ արտադրանք է դա եւ ինչի համար է դա օգտագործվում։ Նախ ցանկանում եմ ողջունել նաեւ ձեզ, շնորհակալություն հայտնել հրավերի համար ու հակիրճ փորձեմ նկարագրել համակարգը։ Ամենասկզբից, որ սկսեցինք աշխատել, համակարգի գլխավոր առանցքային առաջադրանքը հետևյալն էր, պարզապես հայերեն խոսք պարունակող ազդանշանի խոսքը վերածել թվային տեքստի։ Բուն գաղափարը, հիմքում ընկած գաղափարը կայքեջի եղել է սա, ընդհանուր համակարգի եւ հետագայում զարգացրել ենք հասցելով մի մակարդակի, որ արդեն կարողանում ենք նաեւ տրամադրել այլ ծառայություններ, ինչպիսիք են օրինակ ենթագրումները, թարգմանությունները, համառոտագրությունները, սղագրությունների, սա ամփոփ կերպով։ Իսկ ավելի մանրամասն ներկայացնեմ։ Այո, իհարկե ներկայացեք ավելի մանրամասն, որովհետեւ ես որքան հասկանում եմ այդ ինչի մասին դուք խոսում եք, դա պետք է առաջին հերթին լրագրողական կազմակերպություններին, տարբեր պետական կազմակերպությունների հենց լրատվական բաժիններին, որովհետև հիմա Հայաստանի մեդիայում տեսագրությունը եւ տեսախոսքը ավելի տարածված է, քան գրավոր խոսքը եւ հաճախ պետք է լինում այդ տեսագրությունը դարձնել տեքստ։ Ասեմ, որ այդպիսի գործիքներ ամբողջ աշխարհում կան, բայց դրանք միշտ չէ, որ աշխատում են հայկական խոսքի համար, ճանաչում են ինչ-որ տոկոսով, ինչպես է ձերը, հենց դուք ինչպես եք դա հենց հարմարացրել հայկական խոսքին։ Ձեր հարցադրումը ինձ ստիպեց սկսել պատմության հենց ամենաառաջին քայլից։ Նախ երկար ժամանակ աշխատում էի մի ընկերությունում, որտեղ որ կատարում էինք, իրականացնում էինք նույն առաջադրանքները, պարզապես այլ լեզուների համար եւ որպես հայերեն լեզվով խոսող մարդ որոշեցի փորձել սկսել ստեղծել նույն գործիքները պարզապես հայերենի համար։ Դե սկզբի շրջանում դեռ ասպիրանտուրա չէի ընդունվել, հետո ընդունվեցի ասպիրանտուրա եւ թեման դարձրեցի իմ տեխնոլոգիական աշխատանքի թեման։ Ամենասկզբից արել ենք շատ փոքր քայլել, հավաքագրեցինք շատ փոքր տվյալներ YouTube-ի հանրային տիրույթից, առցանց ազատ հասանելի տիրույթից, հայերեն նյութեր, դրանք պիտակավորեցինք եւ փորձեցինք այս նյութերով մարզել շատ փոքր, շատ կոմպակտ հիմքային մոդելներ, base մոդելներ։ Ասեմ, որ առաջին տպավորությունները շատ լավն էին, տրամադրեցինք մոդելները ես եւ ընկերս
կիրառման համար մի շարք լրագրողների, հետո թողարկեցինք դեռ ժամանակ armspeech.com կայքեջներ, այսպես բրենդային անուն ստացանք Armspeech, գիտական հոդվածներին հրապարակվում հենց Armspeech վերտառությամբ ու հասկացանք, որ շուկան ունի պահանջը նման գործիքների, պարզապես հայերեն լեզուն սպասարկող գործիքների համար։ Այսպես մեր առջև նպատակ դրեցինք, որ կատարելագործել մոդելները, մեծացնել տվյալների շտեմարանը, անընդհատ կապի մեջ մնալ լրագրողական համայնքի հետ ու փորձել ստանալ մի համակարգ, որը որ գոնե մի որոշ զգալի մասով կավտոմատացնի մեդիա ոլորտի մասնագետների ամենօրյա աշխատանքը։ Իսկ ինչն է մտնում այդ աշխատանքի մեջ, սղագրություններ, համառոտագրություններ, թարգմանություններ այլ լեզուներից հայերեն կամ հայերենից այլ լեզուներ եւ ինչու՞ չէ նաեւ ենթագրեր։ Իզարմանս ինձ ենթագրերի պահանջը իրականում ավելի մեծ էր, քան թե բուն սղագրությունների պահանջը։ Եվ այսպես ես եւ ընկերս Դավիթ Ջանվելյան փորձեցինք ստեղծել կայքի նախատիպը, այն ժամանակ դեռ Talk-to-Edit չէր կոչվում, տրամադրեցինք մասնագետներին, ովքեր որ ունեին կարիքը, կիրառեցին, բավականին գոհ էին ու այսպես իրենց հետ անընդհատ կապի մեջ լինելով, արձագանքները ստանալով, վերլուծելով, արձագանքների հիման վրա փոփոխություններ, նորարարություններ կատարելով, ստացանք վերջնարդյունքը, որը հիմա առցանց հասանելի է talk2edit.com կայքեջով հասցեով։ Ուրիշ Ես կուզենայի մենք որպեսզի մեր հեռուստատողը հասկանա ինչի մասին ենք մենք խոսում, նախ խնդրում եմ մեր ռեժիսորին, որ ցույց տա կայքեջը եւ խնդրում եմ դուք նաեւ բացատրեք ինչ է արվում այս կայքեջում։ Այ հիմա մենք տեսնում ենք տեքստ, որը քիչ առաջ դուք վերածեցիք մեր YouTube-յան հաղորդումներից մեկից, բացատրեք այդ գործողության սկզբունքը, ես ուզում եմ, որ մարդիկ տեսնան, որ կանով է դա հեշտ, ինչքան ժամանակ է դա տևում, ինչից է դա կախված, ինչ գիտելիքներ են պետք դրա համար ունենալ եւ ընդհանրապես ինչպես օգտվել ձեր գործիքից։ Շատ լավ, սկսեմ ամենասկզբից, նախ կայքեջը ունի բավականին ինտուիտիվ ինտերֆեյս, գործիքակազմ, որպեսզի հարմար լինի լրագրողներին, ցախ անկյունում տեղակայված են մենյուի գործիքները, ընդհանուր գործիքակազմի առանձին գործիքները, աջ մասում հիմնական աշխատանքային հատվածն է։ Նախ, ինչպես նշեցի, մեր համակարգը ապահովում է հայերեն խոսքի սղագրման գործառույթ, այսինքն վերցնում է ձայնային ազդանշանը, պարունակած խոսքը վերածում է տեքստի։ Այդ առաջին գործողությունն է, որպես գործիքակազմը ցույց տվեք, հետո անցնենք մյուս գործողությունը։ Հենց այստեղ YouTube link-ի օրինակը ուղղակի ձեր կայքեջից վերցրել եմ ինչ-որ link ու փորձել եմ սղագրել, նախ ընտրել եմ լեզուն, թե ինչ լեզվով է խոսվում, հեսա լեզուների մասով առանձին էլ կասեմ, թե ինչ մոդելներ են մնացած մոդելները, եւ որոշ ժամանակ անց համակարգը ինձ վերադարձրել է սղագրությունը, սեգմենտավորված, բաժանված հատվածների, թույլ է տալիս նաև հենց անմիջապես կայքում կատարել խմբագրումներ, թույլ է տալիս ներբեռնել սղագրությունը DocX տարբերակով, ինչպես նաև թարգմանել այլ լեզվի կամ համառոտագրել կամ տարբերակել մինչև 7 խոսողի։ Այստեղ իրականում պիտի երևար նաև YouTube-ի վիդեոն, բայց քանի որ ինտերնետը այս պահին իմ ինտերնետը մի փոքր դանդաղ է, YouTube-ի վիդեոն չի բեռնվել։ Այդ առաջին գործառույթը Որպես երկրորդ գործառույթ, նախ սղագրությունների համար սպասարկում ենք ինչպես լոկալ, այսինքն ձեր աշխատանքային համակարգչի մեջից համակարգչում գտնվող աուդիո-վիդեո ֆայլերի սղագրություն, այնպես էլ YouTube լինկերի միջոցով կամ Facebook-ի հոլովակների միջոցով, ինչա պետք պարզապես մեզ տրամադրել հղումը դեպի վիդեո։ Այս արագ համառոտագրման օրինակն է, որ փորձում է կազմել ընդհանուր սղագրության համառոտագիր։ Մոդելները բավականին արագ են, նշեմ, որ սերվերը գտնվում է Երևան քաղաքում, մեր անձնական միջոցներով գնված սերվերը, այնտեղ մենք մեր միջոցներով փորձել ենք տեսակարդ հայթայթել, տեսակարդի վրա մոդելները գործարկել, ինչ վերաբերում է լեզուներին, ինչպես նշեցի, հայերենից բացի սպասարկում ենք մի շարք այլ լեզուներ։ Նախ ինչ են այս լեզուները։ Այս լեզուները, մոդելները ավելի ճիշտ, աշխատանքի արդյունքներ են այլ հետազոտողների, ովքեր որ ստեղծել են մոդելներ, ազատ օգտագործման համար տեղադրել են համացանցում, թե ես ինքս բնականաբար հղում տալով սկզբում աղբյուրին, վերցրել եմ մոդելները եւ մեր սերվերի վրա գործարկել։ Մոդելներից միայն հայերենն է մեր ստեղծածը։ Այս սղագրությունների մասով ունենք նաև վիդեոների ենթագրման գործիքակազմ, որը որ այս պահին շատ ակտիվ կիրառվում է մեդիա ընկերությունների, խոշոր մեդիա ընկերությունների եւ հեռուստաընկերությունների կողմից, առաջադրանքը նպատակը
հոլովակներին ենթագրելն է, այսինքն տրամադրել ենթագրման համար բոլոր միջոցները, հայերեն ենթագրումներ, նաև թարգմանություն այլ լեզուների, նաև համահավասարեցում ենթագրերի, ինչա վերջինը նշանակում է, որ բնօրինակ տարբերակին համահունչ ենթագրում երևա թարգմանված տարբերակը, մի փոքր բարդ խնդիր է իրականում համահավասարեցնելը, բայց դա էլ ենք սպասարկում։ Ու էսա հիմնական գործառույթները, նաև հեշտացնելու համար լրագրողների աշխատանքը փորձել ենք ստեղծել Google Chrome on-line խանութի extension ընդլայնում, որը որ ի զարմանս ինձ շատ ակտիվ կիրառում են մեր օգտատերերը, ասում են, որ ավելի հարմար է, քան ստե բուն կայքեջից օգտվելը։ Հասկանալի է։ Ինչ վերաբերում է այդ նշագրերին, որը որ վիդեոյի տակ է գրվում, եթե դա հեռուստատեսություններն են օգտագործում, բնականաբար նրանց դա անհրաժեշտ է։ Հիմա YouTube-ն էլ է կարծեմ, չէ, ավտոմատ ենթագրեր։ Հիմա արդեն սպասարկում է հայերեն լեզվի համար։ Հիմա եթե այսպես առանց համեստության ասենք, ձեր ենթագրերը եւ YouTube-ի ավտոմատ հաղացած ենթագրերը կարող եք իրար հետ համեմատել։ Անկեղծ ասած, համեմատելու համար նախ ինձ պետք են YouTube-ի մոդելի կատարողականի մի շարք բնութագրեր, այդտեղ բարի սխալանքի աստիճան կամ չգիտեմ, այդպիսի բնութագրեր, որոնք որ բնութագրում են ճշգրտությունը կամ կորուստը համակարգում մոդելում, բայց ինձ չի թվում, որ մենք կարողանանք գերազանցել YouTube-ին, ինչի որտեղ այնտեղ ահռելի ռեսուրսներ են, ահռելի աշխատուժ է, տվյալները շատ են։ Բայց բառապաշարը, հայերենի նրբությունները դուք ավելի լավ գիտեք, քան այնտեղ։ Բայց իրենց մոդելներն էլ ավելի ճկուն են եւ ավելի կայուն բարդությունների նկատմամբ լեզվում հանդիպող օրինաչափությունները ավելի լավ են ֆիքսում, հեռահար կապվածություններ ինձ թվում է, էլի, ավելի լավ են որսում։ Շատ լավ։ Տեսեք, մեր քաղաքակրթության զարգացումը հասել է մի այնպիսի փուլի, երբ նորարարությունները անընդհատ մեկը մյուսին, հատկապես ձեր ոլորտում ավելանում են եւ այսպիսի պրոյեկտները իրանք սովորաբար կարճ կյանք ունեն այն պատճառով, որ կամ իրենց պիտի զարգացնել, կամ իրենք հնանում են եւ մրցակիցները ավելի լավ ծառայություններ են առաջարկում եւ բնականաբար օգտվողները սկսում են մյուսից օգտվել։ Նախ պետք է ասել, դուք ինչպես եք տեսնում ձեր ընկերության զարգացման տեսլականը, ինչ եք փորձում սրա վրա զարգացնել, ինչպես պիտի լինի ձեր, ասենք, այս մոդելը 1, 2, 5 տարի հետո։ Շատ լավ հարցեր, դե երևի պատասխանեմ հարցին շարունակելով ձեր նախորդ հարցի պատասխանը, ինչպես նշեցի, եթե փորձենք էլ անգամ մրցել YouTube-ի կամ ընդհանրապես Google ընկերության հետ, ինձ թվում է կասկած չկա, որ այնտեղ որակն ու ճշգրտությունը միշտ ավելի բարձր է լինելու, բայց այնուամենայնիվ մոդելները, որոնք որ ստեղծվում են, թողարկվում են, շատ լավ հիմք կարող են հանդիսանալ այլ հետազոտողների համար նմանատիպ աշխատանքներ իրականացնելու համար։ Բացի այդ, հայերենը համարվում է սակավ ռեսուրսներով լեզու, համեմատած մյուս լեզուներին, նույն անգլերենին, չգիտեմ, ֆրանսերենին, հետևաբար մեր մոդելները կամ ընդհանրապես տվյալները, որոնք որ ստեղծվում են մեր աշխատանքի ընթացքում, հարստացնում են նաև հայերենի on-line ռեսուրսները, առցանց հասանելի ռեսուրսները։ Այդ համար մեկ նպատակ, մեզ համար, որ ուղղակի հարստացնել հայերենի համար հայերեն սպասարկող մոդելները ու այսպես հիմա մենք այսպես ենք պլանավորել որոշակի նոր մոդել թողարկելուց հետո նախորդ մոդելը դարձնելու ենք առցանց անվճար հասանել, այսինքն ուղղակի տեղադրելու ենք ինչ-որ առցանց պահոցում, այլ հետազոտողներ կներեք, այլ հետազոտողներ հնարավորություն ունեն ուղղակի ներբեռնեն իրենց մոտ կիրառեն։ Այդ համար մեկ նպատակ։ Երկրորդ նպատակը, եթե թեկուզ Google-ը կամ YouTube-ը սկսեն սպասարկել, դա դեռ չի նշանակում, որ մեր հաճախորդները բոլորը ուղղակի գնալու են ու սկսեն այնտեղից օգտվել։ Վստահ եմ, որ կգտնվեն մարդիկ, ովքեր որ մեր համակարգը ավելի բարձր կգնահատեն, ավելի լավը կգնահատեն ու կշարունակեն համագործակցել մեզ հետ։ Ու դե երևի այսքանը տեսլական հետ կապված նպատակն ուղղակի ձեր օգտվողները, դուք արդեն 2 տարի է շուկայում եք փաստորեն, բայց մենք օրինակ ձեր մասին իմացանք առաջինը մի քանի օր առաջ։ Ովքեր են ձեր օգտվողները, շատ են արդյոք նրանք, ինչ բնույթ ունեն, մեդիա են, թե կառավարական խոսք։
Իրականում 2 տարի գոյություն ունենք շուկայում, կա համակարգը, բայց ինչի տեղյակ չեն շատերը, որովհետև գովազդի վրա բավականաչափ գումար չեն ծախսում։ Իրականում չենք էլ հատկացնում ինչ-որ միջոցներ, պարզապես ունենք մի Facebook-յան էջ, որտեղ տալիս ենք տեղեկատվություն թարմացումների մասին։ Հիմնականում իմ եւ ընկերոջս համահիմնադիր Դավիթի շրջապատում բոլորը գիտեն մեր մասին ու այսպես փորձում ենք կապերի միջոցով տարածել համակարգը։ Հիմա անդրադառնամ հաճախորդների թեմային, այս պահին գրեթե բոլոր, մեծամասնությունը խոշոր լրատվական ընկերությունների, on-line լրատվականներ, չգիտեմ, բոլորը շատ հեռուստաընկերություններ, շատ ասելով հայկական մասշտաբներով շատ, ու մեկ էլ մի քանի պետական գերատեսչություններ եւ պոակներ ակտիվ օգտագործում են մեր համակարգը իրենց ամենօրյա աշխատանքի ավտոմատացման համար։ Կան նաև անհատներ, անհատ լրագրողներ, անհատ օրինակ հետազոտողներ գիտությունների ակադեմիայից, ովքեր որ նախընտրում են, չգիտեմ, օրինակ պարսկական կամ թուրքական տվյալները Հայաստանի կամ հայերենի մասին մեր համակարգի միջոցով սղագրել, հետո թարգմանել հայերեն կամ հակառակը մեր համակարգի միջոցով հայերեն տեքստերը սղագրել, թարգմանել այլ լեզուների, որպեսզի արամաչելի դառնա հանրության աշխարհի համար։ Հիմնականում միակ խնդիրը Հայաստանում շուկայի փոքր լինելն է։ Շուկան փոքր է, մեդիա ընկերությունները շատ չեն Հայաստանի մասշտաբներով։ Վճարունակության խնդիր էլ որոշների մոտ կա։ Իսկ թանկ է ծառայությունը։ Իրականում ոչ այդքան, փորձել ենք այնպես անել, որ հարմար լինի թե ստանդարտ լրագրողին, թե մեդիա ոլորտի որոշակի մեդիա ոլորտի այլ մասնագետների։ Հիմա կարող եմ միանգամից ցույց տալ մեր գնացուցակները, դե ունենք ստանդարտ անվճար փաթեթ, որը որ ուղղակի տրամադրում է 10 րոպե ընդամենը սղագրման համար, եւ դե ստանդարտ ու պրեմիում փաթեթները, ստանդարտ փաթեթը տրամադրում է միայն սղագրման գործիքակազմ եւ ենթագրումներ, իսկ արդեն պրեմիում փաթեթը, որն արժի ընդամենը 9000 ՀՀ դրամ, տրամադրում է ամբողջական փաթեթը, ամբողջը մեկում, եւ խոսողների տարբերակում, եւ համառոտագրություն, եւ սղագրություն, եւ թարգմանություն, ու գումարային 15 ժամ տվյալ մշակելու համար։ Ես ուզում եմ հասկանալ, ձեզ մոտ կար գործիք թարգմանելու համար։ Ինքը կարող է աշխատել որպես պարզապես ցանկացած տեքստ այլ լեզուի թարգմանելու գործիք, թե պետք է լինի անպայման վիդեոյի հետ կապված։ Քանի որ տեխնոլոգիական աշխատանքը վերաբերում է հաշվական լեզվաբանությանը ու միակ ուղղությունը, որ ընտրել եմ, ամենասկզբից եղել է խոսքի ճանաչում եւ հետո նոր թվային տեքստի մշակում։ Այդ իսկ պատճառով այս պահին հնարավոր է միայն մշակել աուդիո կամ վիդեո ազդանշանից հանված տեքստը։ Հենց այդպես ուղղակի տեքստ տակում փորձեք մեր համակարգով թարգմանել, այս պահին նման գործառույթ չունենք ու երևի թե չենք էլ պլանավորում։ Եթե մեդիայի դաշտից ու հիմնականում լրագրողներից պահանջը լինի, պահանջեն նման գործիք, գուցե փորձենք իրականացնել ինչ-որ բան։ Շատ լավ, հիմա մենք դուրս կգանք կարճատև գովազդային դադարի, որից հետո կշարունակենք մեր զրույցը, սիրելի բարեկամներ, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչեւ 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։
Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +300 74 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը Հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 Սենսացիա։ Այ սենսացիան էսա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղել անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի բարեկամներ, մենք շարունակում ենք մեր հաղորդումը, հիշեցնենք, որ զրուցում ենք ծրագրային ինժեներ Վարուժան Բաղդասարյանի հետ, տեխնիկական գիտությունների ասպիրանտ, դասախոս։ Հաղորդման այս բաժինը, պարոն Բաղդասարյան, կուզենայի զրուցենք ընդհանրապես այս ոլորտի մոտ ապագայի մասին։ Լինելով երիտասարդ եւ ոլորտի մեջ, դուք պիտի ավելի լավ պատկերացնեք, թե ինչ է սպասում մեզ սրանից 1 տարի հետո, 2 տարի հետո, 5 տարի հետո, որովհետեւ զարգացումը այնքան արագ է տեղի ունենում, որ շատ դժվար է պատկերացնել արդեն 10 տարի հետո ինչ է լինելու։ Եվ ինչ դիրք պիտի ունենան Հայաստանի ծրագրավորողները, ծրագրային ինժեներները, ընդհանրապես այս արհեստական բանականության այսպես ավելի հաճախ օգտագործման պարագայում։ Շատ լավ հարցեր, Հայաստանում պիտի նշեմ, որ ի ուրախություն բոլորից զարգանում է ոլորտը, ընդհանրապես այն ինչ որ վերաբերվում է եւ արհեստական բանականությանը եւ մեքենայական ուսուցմանը։ Եվ զարգացումը պայմանավորված է մի շարք նախադրյալներով, օրինակ վերջերս պետական համալսարանում գործարկվեց սուպեր համակարգիչը, դե բնականաբար հնարավորություն է տալու հետազոտողներին կատարել տարատեսակ փորձեր, անել այն ինչ որ պետքա հետազոտողի համար իր աշխատանքը կառուցելու կամ գուցե նոր բան հետազոտելու համար։ Հիանալի միջոց է, հիանալի տարբերակա հետազոտողի համար ուղղակի կատարել այն ինչ որ ցանկանում ու ես վստահ եմ, որ ընթացքում կծնվեն շատ գաղափարներ, Հայաստանը կտա աշխարհին ինչ որ նոր գաղափար։ Որտեւ առաջին հերթին մենք ունենք արդեն գործիքը, որը որ կկարողանանք հետազոտել դաշտը։ Բացի այդ,
Համալսարաններում արդեն սկսել են մեծ ուշադրություն դարձնել ընդհանրապես արհեստական բանականության հետ առնչվող թեմաներին եւ մասնագիտություններին։ Օրինակ, չգիտեմ, վերջին շրջանում ըստ իմ տվյալների շատացել են դիմողների քանակները այն հոսքերում, որոնք որ առնչվում են արհեստական բանականության հետ։ Տեսել ենք նախադրյալներ են, որոնք որ տալու են արդյունքներ մի քանի տարի հետո։ Դե կսկսեն արդեն դիպլոմային թեմաներից կզարգացնեն։ Այստեղ մի դիտարկում եմ ուզում անել։ Ես կարծում եմ, որ արհեստական բանականության հետ պիտի երկու մասի բաժանել աշխատանքը։ Մեկը արհեստական բանականության հետ լավ օգտվողների, գրագետ օգտվողների գրագիտություն, մյուսը հենց արհեստական բանականությունը զարգացող ինժեներներ։ Դուք որը նկատի ունեք։ Ձեր նշածը հետևյալ տարբերակումներ կան ինժեներներ, որոնք որ պատրաստում են մոդելներ, նախագծում են, իրականացնում են, մարզում են եւ տրամադրում են, եւ կան ինժեներներ, որոնք որ պարզապես կատարում են օպերատորի դեր, չեմ ուզում մի քիչ ավելի կոպիտ հնչի, բայց այդպես է, վերցնում են պատրաստի մոդելը եւ ուղղակի կիրառում են, օգտագործում են։ Եթե խոսում ենք մասնագիտական տեսանկյունից, ծրագրային ինժեների կամ ընդհանրապես արհեստական բանականության մեխանիկական ինժեների տեսանկյունից, ես կուզեմ, որ Հայաստանում զարգանան աճեն այն մասնագետները, ովքեր որ տրամադրված են ստեղծելու, իրականացնելու նոր մոդելներ, նոր ճարտարապետություններ կամ փոփոխելու եղածները, մտցնելու նորամուծություններ, ոլորտները շատ են դրա մեջ բացվող։ Երկրորդ տարբերակն էլ իրականում վատ չի, բայց երկրորդ տարբերակը ձեր նշած այդ ուղղակի մոդելը կիրառողների տարբերակը այդ ավելի հանրային գործողություն է, բոլորը կարող են անել։ Մի փոքր գիտելիք ունենալով, vibe coding օգտագործելով յուրաքանչյուրը կարող է յուրաքանչյուր մոդել կիրառել իր սեփական համակարգչի վրա։ Ու վերջերս էլ շատ մեծ տենդենսով զարգանում են իմիջիայլոց նանո մոդելները, որոնք որ ի տարբերություն գոյություն ունեցող մեծ գեներատիվ մոդելները, large language մոդելների չափով ավելի փոքր են, սովորական դյուրակիր համակարգիչների վրա կարող եք իրենց գործարկել, օգտագործել ու ասեմ, որ աշխարհում արդեն բազմաթիվ բժիշկներ, բազմաթիվ իրավաբաններ փորձում են այդ նանո LLM-ները իրենց համակարգչի վրա աշխատեցնելով ուղղակի ChatGPT-ի փոխարեն խոսեն այդ մոդելների հետ։ Այս ձեր ասած երկրորդ տարբերակն է, որ ուղղակի կիրառողներ են։ Զարգացման հետ կապված Հայաստանում ինձ թվում է, ես միշտ լավատես եմ տրամադրված ապագայի նկատմամբ, նաև վստահում եմ երիտասարդությանը, գիտեմ, որ կան շատ պայծառ ուղեղներ, ովքեր որ կիրառելով իրենց ընձեռնված հնարավորությունը, տեխնիկական միջոցները հաստատ կանեն բաներ, որոնք որ կզարմացնի եւ մեզ եւ գուցե աշխարհին։ Այսպեսի մի հարց տամ ձեզ, արհեստական բանականությունը հիմա սկսում է շատ հաջող նաև ծրագրավորել եւ քանի որ արհեստական բանականությունը կարողանում է կոդ գրել, ուղղել սխալները, նույնիսկ առաջարկել լուծումներ տարբեր պարագայում, արդյոք չեք կարծում, որ այն քանակությամբ ծրագրավորողները, որոնք կան Հայաստան, ինչ որ սպառնալիք է արհեստական բանականությունը այդ մասնագիտության որոշ մասի համար, նրանք, ովքեր այդ մասնագիտությունը վերաբերում են որպես, ասենք, արհեստ։ Դե այսպես թե այնպես վատ մասնագետին յուրաքանչյուր բան սպառնալիք է, եթե մասնագետը վատնա չի տիրապետում իր մասնագիտական հմտություններին։ Ասենք թե տիրապետում։ Շատ լավ է տիրապետում, միշտ ունենալու է պահանջարկ։ Դե բնական է, որ արհեստական բանականությունը ներկայիս մոդելները ապագայում որ զարգանան, գուցե որոշակի մասնագիտությունները դադարեն պարզապես գոյություն ունենալ, բայց վստահ եմ, որ կստեղծվեն նորերը ուղղակի, կգան դրանց փոխարինելու նորերը։ Եթե հարցին պատասխանեմ իմ անձնական փորձից ելնելով, արհեստական բանականությունը շատ լավ օգնական է ծրագրավորման մեջ, բայց կրկին հիմնվում եմ անձնական փորձից վրա։ Դեռ չի եղել մի նախագիծ, որ սկզբից մինչև վերջ կատարի արհեստական բանականությունը, բայց շատ հոյակապ օգնական է, շատ հոյակապ կոդագրում, հարկ եղած դեպքում նաև շտկում է իր սխալները, բայց մինչև այս պահը երբեք չի եղել դեպք, որ ուղղակի ամբողջ նախագիծը իրականացնի ինքնուրույն, այսինքն դեռ կա ծրագրավորողի կարիքը, դեռ կա մի մարդու կարիք, ով պիտի ունենա հիմնարար գիտելիքներ, որ կարողանա ստուգի այն կոդը, որը որ տրամադրում է արհեստական բանականությունը։ Եվ վերջին հարցը, ընդհանրապես գաղափարները, հետաքրքիր, հաղթող, առաջ գնացող գաղափարները, դրանք նախ գաղափարներ են, որոնք առաջանում են։ Եվ գաղափարի այսպես ճիշտ ձևակերպումը
ասում են գործի կեսն է։ Եթե կարողանում ես ճիշտ հասկանալ շուկան, հասկանալ ինչ ես տալիս, ինչ ես ուզում անես, արդեն մնացածը ավելի տեխնիկական գործ է, թե ինչպես անես։ Ինչպես է կարծում, արհեստական բանականությունը գաղափարներ տալու մասով կարող է առաջընթաց ունենալ եւ ինչ որտեղ երազանցել մարդուն, թե ոչ։ Դժվար հարց եք տալիս։ Եկեք հիմնվենք փաստերի վրա։ Այն ինչի որ մենք անվանում ենք արհեստական բանականություն, իրականում մարզվել է բոլոր այն տվյալների վրա, որոնք որ համացանց են ներմուծվել մարդու կողմից։ Այսինքն եթե թեկուզ գեներացնի ինչ-որ գաղափար, մի նոր գաղափար, դա հիմնված է լինելու նախորդի փորձի վրա, իր տեսած տվյալները, որոնք որ ստեղծվել են մարդու կողմից ամեն դեպքում։ Ու չգիտեմ, չեմ կարող պատասխանել այդ հարցին։ Ամեն դեպքում ինձ համար դժվար է ինչ-որ կարծիք արտահայտել։ Չկրկնվող գաղափար կամ չկրկնվող մի բան ստեղծել է արհեստական բանականության կողմից, ինձ թվում է գոնե այս պահին անհնարին բան է։ Ամեն դեպքում յուրաքանչյուր իր ասած տառ կամ բառ հիմնվում է մարդու կողմից իրեն տրված տվյալների վրա։ Շնորհակալություն, շնորհակալություն։ Ես շնորհակալ պարոն Արությունյան։ Ուրեմն սիրելի բարեկամներ, եկեք սրանով հաղորդումը ավարտեմ, հիշեցնենք, որ մենք զրուցում էինք ծրագրային ինժեներ, տեխնիկական գիտությունների ասպիրանտ, դասախոս Talk to Edit կայքեջի համահիմնադիր Վարուժան Բաղդասարյանի հետ։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք, մաղթում եմ բարիք նաև Վարուժանենց թիմին, այս պրոյեկտը զարգացնելու եւ պայելու համար, որովհետեւ դա օգտակար է լինելու մեր ողջ հանրությանը, եւ սրանով ավարտում եմ մեր հաղորդումը, մաղթում եմ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։